Super
արժան է փառքերի Նա արժան է փառքերի Բոլորս միասին երգենք Աստծուն Բոլորս միասին երգենք Աստծուն Նա տվել է մեզ Նոր երկու նորսում Կազի արժան է փառքերի Նա արժան է փառքերի Արժան է պատվի մեծ արանքին Արժան է փառաբանության Երկրպագենք նա արջեր մենք Մեծ արենք անունը նրա Տիրաշտուն մտնենք Մեծ արենք նրա Ձեր և ացաստենք Սրբերով միաբան Կազի արժան է փառքերի Արժան է փառքերի Արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Արժան է փառքերի Նա արժան է փառքերի Արժան է պատվի մեծ արանքի Արժան է փառաբանության Երկրպագենք նրա արջեր մենք Մեծ արենք անունը նրա Տիրաշտուն մտնենք Մեծ արենք նրան Ձեռքեր բարձրացնենք Սրտերով միաբան Կազի արժան է փառքերի Նա արժան է փառքերի Նա արժան է փառքերի Նա արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Տիրաշտուն մտնենք Մեծ արենք նրան Սուրբ ձեռքեր բարձրացնենք Սրտերով միաբան Կազի արժան է փառքերի Արժան է փառքերի Նա արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Կազի արժան է փառքերի Արժան է փառքերի Նա արժան է փառքերի Շարունակենք մեր երկրպագությունը, Տիրոջ առաջ գանք, փառավոր ես Տեր, սքանչելի ես, արժան ես պատվի, մեծարանքի Տեր ես, սուրբ հագանունը Տեր, երկրպագում ենք քո անվանը Տեր, երկրպագում ենք քեզ, հավերժ Տեր ես, փառք քեզ, հալելույա։ Hands on me.
բարձրացնում ենք ձայներ, երգում ենք քեզ, ով Տեր, դու միայն արժան ես, բարձրացնում ենք ձայներ, երգում ենք քեզ. Տիրակալ ծնվում է քո աչքերում
բոլորը միասին երգենք երկրպագելով քո ներկայությունը Տեր Քո ներկայությունը Տեր ինձ զորացնում է Եվս մեկ անգամ միասին ասենք քո ներկայությունը Տեր ինձ զորացնում է 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 Ալելույա, փառք ես Տեր։ Եկեք միասին փառավորենք մեր Տիրոջը մեր ծափահարություններով, օրհնության խոսքերով, նրա սուրբ ներկայության մեջ գանք մեր փառաբանության խոսքերով, ալելույա, մեր էությամբ, ալելույա։ Դու տվել ես ինձ մեծ սեր, փոխանցել ես կյանքի կենդանի խոսքեր Այստեղ եմ տեսնում իմ փրկությունը, քո ներկայությունով փոխեցիր կյանքը ինձ անդունդից բարձրացրեցիր Պարտական եմ քեզ իմ ամբողջ կյանքով, ոչ թողեցի ոսվեմ Տեսար ձեռքս մեկնաշաչում ու փրկեցիր ինձ Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Տվել ես ինձ շնորհք, տվել ես ինձ հույս հավատ ու սեր Տվել ես հավերժ կյանք ու թույլ տվել որ փոխանցեմ մյուսներին Այս ճանապարհը փրկության պարտական եմ քեզ իմ ամբողջ կյանքով Ոչ թողեցի փորձվեմ Տեսար ձեռքս մեկնաշաչում ու փրկեցիր ինձ Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Նորից երկում եմ ես երկնունը շնորհակալություն Քեզ ինվեմ ամբողջ պարքն է Հիսուս Բնության մեջ ամեն մեկ քեզ է գովերքում Քեզ է կիրարկա Կան աշխարհում իշխանություններ տարբեր Կան աշխարհում գերիշխող երկրներ Կան դրանց կառավարող շատ արքաներ Բայց կան է բոլոր արքաների արքան Տերն է նա է կառավարում ժամանակներ Նա է կառավարում նա է ողջ տիեզերքը Նա է միայն արժան փառքերի աշխարհի կողմից Մարդկության կողմից Նա իր աշկամ ձախն է կերպերև Երկնքին անվերջ, տեզերքին անվերջ Բնության մեջ գովերքում է նրան որ տվել է կյանք Տեզերքի արքան է նա Նա միայն մեր աղոթքները Նրան է տրվում միայն ոչ փառքեր Նա իր աշկամ ձախն է կերպերև Երկնքին անվերջ, տեզերքի արքան է նա Տեզերքի արքա Տեզերքի արքա Տեզերքի արքա Տեզերքի արքան է նա Մարամյասին Տեզերքի արքան է նա Տեզերքի արքան է նա Տեզերքի արքան է նա Տեզերքի արքան է նա Սխանչելի է մեծ իշխան Երկինքներից վերնա Հրաշալի է փառավոր և թագավոր Աստված Սխանչելի է մեծ իշխան Երկինքներից վերնա Հրաշալի է փառավոր և թագավոր Աստված Սքանչելի է մեծ իշխան Երկինքներից վերնա Հրաշալի է փառավոր և թագավոր Աստված Սքանչելի է մեծ իշխան
երկինքներիս վերնա հրաշալի է փառավոր եւ թակավոր Նա եմ լսում մեր աղոթքները Նրան է տրվում միայն ոչ պարկերը Նա իր աշխամծա ներքև վերև Երկրքին անվերջ տեսերքի արքան է նա Նորից երկում եմ ես այդ ունը շնորհակալություն Քեզին վեմ ամբողջ պարտքով է Հիսուս Բնության մեջ ամեն բան քեզ է գովերքում տեսերքի արքան Նորից երկում եմ ես այդ ունը շնորհակալություն Քեզին վեմ ամբողջ պարտքով է Հիսուս Բնության մեջ ամեն բան քեզ է գովերքում տեսերքի արքան Սքանչելի է մեծ իշխան Երկինքներիս վերնա Հրաշալի է փառավոր եւ թակավոր Միասին ասենք արքան Սքանչելի է մեծ իշխան Երկինքներիս վերնա Հրաշալի է փառավոր եւ թակավոր Ալելույա Փառավորենք մեր Տիրոջ Մենք բացասնում ենք մեր ձեռքերը Հիսուսի զորավոր անունով Ամեն սատանայի խավարի, դիվայի ուժերի, ամեն հովերի, ծովերի, փոթորիկների, մահվան խավարի ոգիների դեմ հռչակում ենք քո փառավոր հաղթանակը, գոհանում ենք եւ մեծարում ենք քեզ։ Դու արժան ես, փառք տուր Տիրոջը։ Եվ մենք քո ձեռքերի մեջ ենք բերում այսօր ողջ ընթացքը։ Օրհնիր մեզ, երկինքդ բաց, երեսդ փայլեցրալ, լույսը ծակեցրալ։ Շնորհակալ ենք քեզանից Հայրս, այսօրվա համար այս հնարավորության համար։ Թող քո սուրբ հոգու զորությունը գործի, թող քո աստվածային ուժն ու զորությունը Տեր Հիսուսի անունով Հայրս, քանդի ամեն սատանայի խավարի ծրագիր եւ խորհուրդ, թող բացվի երկինքը, թող հրաշքները եւ նշանները հաստատեն մեր խոսքը այսօր։ Մենք փառք ենք տալիս եւ գոհանում ենք քեզանից։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Շնորհավորեմ բոլոր մայրերի տոնը, գեղեցկության տոնը եւ օրհնություն եմ ցանկանում որպեսզի Տիրոջ շնորհքը գա բոլորի վրա Տիրոջը ծառայելու համար։ Ինչպես որ պայմանավորվել ենք ամեն երկու շաբթի ժամը 6:30, ամեն շորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք բոլոր հիվանդների համար, հիվանդանոցներում պարկած եւ տանը եւ ցանկացած վայրում գտնվող բոլոր նրանց համար, ովքեր որ ինչ-ինչ հիվանդություններ ունեն իրենց մարմնի մեջ։ Տերը մեզ իշխանություն ա տվել աղոթելու Հիսուս խաչի վրա, երբ որ փառավոր հաղթանակ տարավ, ինքը իր աշակերտներին հայտնեց, որ ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա իրան տրված։ Եվ նա տալիս է բոլոր նրանց, ովքեր որ իրենց հավատում են, որ այս նշանները կհետևեն, նոր լեզուներ կխոսեն, դևեր կհանեն, հիվանդների վրա ձեռք կդնեն, հիվանդները կբուժվեն եւ Տիրոջ փառքը կերևան։ Եվ իր աշակերտներին ասեց՝ գնացեք այս արքայության ավետարանը բովանդակ աշխարհով եւ պատմեք, եւ խոսեք ու սովորացրեք եւ մկրտեք հանհոր եւ որդու եւ Սուրբ Հոգու։ Փառք Հիսուսին։ Եթե հիվանդ ես եւ այսօր քո կյանքում կա քո մարմնի մեջ քեզ տանջող խնդիր, ես հավատում եմ Հիսուսին, որ նա բժշկող է, բժշկող ես չեմ, Տերն է։ Բայց Հիսուս մեր բոլորի աղոթքների միջոցով է բժշկում։ Եվ մենք այստեղ Տիրոջ անունով հավաքված Քրիստոսի եկեղեցին միաբան պիտի աղոթենք քեզ համար, որովհետև ուժը միաբանության մեջ է եւ Քրիստոսի մարմնի մեջ է։ Որովհետև Հիսուսն ասեց, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքվեն, ես այնտեղ եմ։ Չասեց կոնկրետ որտեղ հավաքվեք։ Նոր ուխտում Հիսուսը տեղը շեշտեց եւ տեղին կարեւորություն չի տալի, որովհետև ինքը Հիսուսը շրջում էր ծովի ափին, քաղաքում, անապատում, հասարակ մարդկանց տներում եւ Հիսուսը հասանելի էր բոլորին՝ ի տարբերություն շատ Աստծո մարդ ճակերտավոր Աստծո մարդ կոչվածների, որոնք որ հասանելի չեն եւ որոնք որ պաշտպանվելու կարիք ունեն մարդկանցից, բայց Քրիստոս ամեն օր շրջում էր եւ ապրում էր մարդկանց մեջ, ծառայում էր մարդկանց եւ իր աստվածությունը ապացուցում էր հրաշքների եւ նշանների միջոցով։ Եվ Քրիստոսի աշակերտներն էլ, երբ որ Հիսուսի համբարձումից հետո Սուրբ Հոգով մկրտվեցին, դեցեցին լեզուներով աղոթել, Սուրբ Հոգու մկրտությունը նրանց կյանքում գործեց, նրանց էլ հետևում էին այս նշանները, որովհետեւ ամեն Աստծո զավակի, ամեն Աստծո մարդ կոչված Տիրոջ գործիքին պիտի հետևեն այս նշանները եւ Հիսուսն ինքը ասեց ինչպես ճանաչել ճշմարիտ Քրիստոսի աշակերտներին, պտուղներից։ Եվ այն նշանները, որոնք որ հետևում էին աշակերտներին, Հիսուս ասեց, որ կհետևեն բոլոր հավատացողներին, եւ ես վստահ եմ, որ այսօր Տիրոջ փառքը ներկա է եւ մենք արդեն իսկ քանի վկայություններ այստեղից լսել ենք, ինչպես է Տերը բժշկել, ինչպես է Տերը ազատագրել, ինչպես է մաքրել հիվանդություններ, եւ ես հավատում եմ, որ այսօր քո հերթն է։ Եվ ես բարձրացնում եմ ձեռքերս Հիսուսի անունով քո բոլոր հիվանդությունների վրա, քո բոլոր ցավերի վրա, քո բոլոր մարմնիդ մեջ եղած խավարի կողմից բերած տանջանքների վրա։ Եվ ես արգելում եմ Հիսուսի անունով այդ հիվանդությունները, եւ ես կապում եմ այդ հիվանդությունները, եւ ես դուրս եմ շփրտում Հիսուսի անունով։ Խոսքը ուժ ու զորություն ունի, որտեղ Հիսուսի փառավոր անունով մենք խոսում ենք, որպեսզի հիվանդությունները հենց հիմա դադարեն, հենց հիմա արգելում ենք ամեն ցավ, ձեռքը դիր քո հիվանդության վրա, քո ցավոտ տեղի վրա, քո մարմնի այն հատվածների վրա, որտեղ որ ուռուցքներ կան, կամ դու գիտես, որ այդտեղ է հիվանդության այդ աղբյուրը։ Մենք Հիսուսի անունով ենք կապում եւ արգելում այդ հիվանդությունները եւ խոսում ենք, որպեսզի Տիրոջ բժշկարար զորությունը հիմա հպվի։ Տեր Հիսուսի անունով։ Ես հալածում եմ ամեն դիվայի ուժերը կանգնած այդ հիվանդությունների հետևում։ Կարող ես քո շուրթերով ինքդ դավանես ու ասես ես բժշկված եմ։
Տեր Հիսուսի անունով։ Հալելույա։ Ես փառավորում եւ մեծարում եմ քո սուրբ անունը Հայր, եւ քո փառավոր հաղթանակն եմ հռչակում, քո խաչի փառավոր հաղթանակն եմ հռչակում բոլոր այն հոգիների, բոլոր այն մարդկանց մեջ, ովքեր որոնց նայում են, ովքեր աղոթում են, կաղերի ոտքերի մեջ, կույրերի աչքերի վրա, զորությունը լույս եմ հռչակում, խուլերի ականջների վրա, լսողություն, կյանք եմ խոսում բոլոր հիվանդների վրա, մահվան, թաթավճիռը, որևիցե մեկի կյանքը պիտի չխարբալի։ Հիսուսի անունով ամեն քաղցկեղները, ամեն ուռուցքները, ամեն տեսակի ամբուժելի հիվանդությունները Հիսուսի անունով հիմա բժշկում են եւ ես խոսում եմ այդ բժշկությունը։ Փառք ես Հայր, փառք ես։ Փառք ես քո միածին որդու Հիսուսի համար, նրա թափածություն պարանավոր որտեղից իր մեղքերի ու անցակների համար։ Թող հիմա այս կիրակի քո բժշկարար զորությունը դիժնի բոլոր նրանց վրա, ովքեր մեզ մողիեթերում միացել են, իրանց հիվանդասենյակներում, աղոթում են իրանց համար, իրանց երեխաների համար, իրանց ընտանիքի անդամների համար, բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ գրել են նամակներով իրանց խնդիրները, հիվանդությունները, բերում քո ձեռքերիդ մեջ եւ խոսում են քո բժշկարար զորությունը, Տեր Հիսուսի անունով Հայր ջան, մաքրի, ազատագրի այդ հոգիների մարմինները Տեր։ Թող դու գրելու կախարդության անեստերը ջախջախելով հրճակում եմ քո փառավոր հաղթանակ ու քո անունը Տեր, քո անունն եմ կանչում, քո արյան զորությամբ դուրս եմ գալիս այդ հիվանդությունների սարսափելի ուժի եւ ամեն տեսակի կապանքների դեմ Տեր։ Եվ ես հրճակում եմ բժշկություն, исцеление от всех болезней. Именем Иисуса Христа разрушаем все цепи болезней и провозглашаем имя Иисуса Христа, кровью Иисуса Христа. И мы восставим против всех болезней именем Иисуса Христа. Иисус сила, glory Jesus, аллилуйя. Слава тебе, Господь. Слава тебе, Господь. Слава тебе, Господь. Милостивый Отец, коснись силой и славой, коснись тех, которые сейчас молятся, коснись силой и славой, коснись, исцели, изгоняй, разрушь все цепи дьявольские. Аллилуйя. Пусть слава Твоя коснется всем тем, которые сейчас преклонили свои колени перед престолом Твоим и провозглашают имя Твое. Отец, 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 Ты любишь всех, кто молится, всех тех, которые поднимают свои молитвы именем Иисуса Христа перед престолом Твоим. О, Отец, слава Тебе. Благодарю, благословляю, любящий Бог, Господь, который отдал свою жизнь за наши грехи. Омой кровью своей всех тех, которые в грехах. О, слава Тебе, Отец. Пусть все те, которые сейчас каются в своих грехах и просят кровью Твою, чтобы Ты их омыл, освободи, освободи и прославься сегодня. Слава Тебе. О, мы благословляем и благодарим Тебя. Господь, слава Тебе. Разрушь все цепи рабства. И пусть те, которые сейчас Тебе молятся, исцелятся именем Твоего Сына, именем Иисуса Христа. Аллилуйя! Ранами Иисуса Христа я провозглашаю исцеление в Твоем теле. От всех опухолей, от всех болезней. Именем Иисуса Христа. Аллилуйя. Պարքես, ալքաների ալքա, տերերիտել, բացացրակ, իրոջ անունը, որտեղ որ գտնվում ես, և փառավորինը, հալելույա։ Մենք մեծանում ենք և որդում ենք ես, գոհանում ենք և խորանում ենք, շնորհակալ ենք քեզանից, պարքերի Աստված, աշխատողն է, որ դու գույն ես երեք այսօր հավիտյան, հալելույա։ Ես սպասում եմ, ձեռքերս քեզ Հիսուս, և սպասում եմ իմորտություն Ծառայում ենք քեզ, որ ենք բժիշկների համար ովքեր որ վիրահատաբանվել են, մարդկանց կյանքերի համար պայքարում են քեզ, ես աղոթում եմ բժիշկների ձեռքով, հրաշքանես, այդ վիրահատությունները թողնես խոստացային գերբնական ուժի շնորհիվ ներքո, ես աղոթում եմ բժիշկների քսուր փոխողից է, եւ իրաց ձեռքերը քո ձեռքերի մեջ են բերում, հրաշքներես եւ բժիշկես, ես աղոթում եմ նրանց Հայաստանի հիվանդանոցների դժվարացածի համար, ես աղոթում եմ որ բժիշկները դեռ քսուր փոխող եւ սիրալուց են, եւ հիվանդների նկատմամբ հոգեությամբ են, ես աղոթում եմ որ շնորհ աշխատանքի համար, փոխ թողնա, եւ հիվանդանոցների Դերքո խոսքով ապրեցնում ես դու ինձ, բարձրացնում ես գլուխը ծառայի, որ մենք նայենք մեր թշնամիներին, և միշտ սպասենք մեր օգնությունը Տեր, քեզանից իմ ապավեն, հասիրից օգնության, իշիրից խոբարության համար, Տեր ինձ երեսդ ինձանից, թող տեսնի թշնամի, որ դու օգնեցիր Տեր, Հալելույա, փառքես, ապավեն, հասիր ինձ օգնության, իշիրից խոբարության համար, Տեր երեսդ ինձանից, թող տեսնի թշնամի, որ դու օգնեցիր Տեր։ Հալելույա, փառքես, թող սուրբ ոգուզորությունը շարժվի քո կյանքում, փակիր քո աչքերը եւ շարունակիր Տիրոջ ներկայության մեջ։ Ըստ Տիրոջ բժշկարար զորությունը թողնել քո մարմնի մեջ, հալելույա, թող խաղաղություն կա, թող բոլոր ցավերից կա ազատագրություն, ինչ որ մեկը հիմա մեզ նայում է, որ շնչառական խնդիր ունի եւ նստած է հասկացնում քո ամբողջ օրը, եւ Հիսուսի անունով խոսում եմ քո թոքերը հիմա բժշկվեն եւ ազատագրվեն եւ Տեր Հիսուսի անունով այդ ախտերն ու ամեն տեսակի այդ ջրերը
ամեն տեսակի այդ հեղուկները ներծծվեն ու հեռանան քո թոքերից եւ դու հանգիստ շնչես եւ այս գիշեր խաղաղ քնես ամեն դիվային ուժերի ներկոմությունից ամեն տեսակի խավարի հարցակումներից տանջող մարդկանց համար քո խաղաղություն են խոսում եւ դուրս Հիսուսի անվան խավարժի ետից անցիստան հեռացրու քո ջանքերը դու իշխանություն չունես բոլոր անձրա ովքեր որ տանջվում են իրանց հոգում Ես ասատագրություն եմ խոսում խավարժներից եւ սաստում եմ ամեն խավարժերը եւ հալածում եմ խավարի ոգիները նրանց կյանքից ովքեր որ ինչի կապվածություն են կապվածություն են տարբեր չար սովորություններից Հիսուս փառավորվիր մեծարվիր վրաշանես ամեն Փարտիրոջ եկեք բոլորս միասին մեր Տիրոջը ծափարենք Փառք Հիսուսին Դու միասին ասենք բարձրալից ասկոցի ակմնա Ամենակարողի շուքի տակերանչում Ես կասեմ իմ Տիրոջը իմ ավահեն եւ իմ անոց իմ Աստված հորի Բարձրալից ասկոցի տակ ասենք միասին Բարձրալից ասկոցի տակ մնալվողը Ամենակարողի շուքի տակերանչում Ես կասեմ Տիրոջը Ես կասեմ իմ Տիրոջը իմ ավահեն եւ իմ անոց իմ Աստված հորի Նա perché si smarrit, lo so chi moro da ti In sciarma ci modera, nella tua verità Abajo ben e basta In sciarma ci modera Ascoltare lasciare imparare Սուրահորս Ես կանչեմ ես նրան, կստանամ պատասխան Հայր Աստված ինձ հետ է հավիվան Հալելույա Փառքես Օգնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց Բարձրյալ է ապահովել ինձ համար Եվ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան Հայր Աստված ինձ հետ է հավիվան Օգնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց Բարձրյալ է ապահովել ինձ համար Ամեն, հալելույա Նա պերկեց ինձ մահից, ոսոխի որովայթից Ինչ շարվան չի մոտենա, նրա թե վերիտա Ապահովել և վստա, ինչ շարվան չի մոտենա Նա պերկեց ինձ մահից, ոսոխի որովայթից Ինչ շարվան չի մոտենա, նրա թե վերիտա Ապահովել և վստա Շարվան չի մոտենա Ամեն, հալելույա, Փառք Տիրոջը Եք բոլորս մասի սրտանց ծափնակ Տիրոջը կողնստեք տերը որդնից ես, Փառք Հիսուսին Հալելույա Սրտանց ասա փառք եմ տալիս քեզ եւ որդնում եմ քո սուրբ անունը Եվ միան Տիրոջ արյան վերաբերյալ երգեր ենք ասենք Հիսուս Հիսուր արյունը Հիսուս Հիսուր արյունը Հիսուս Հիսուր արյունը Մաքրել է ինձ ձյան պես սպիտակ Հիսուս Հիսուր արյունը ասենք ասենք Հիսուս Հիսուր արյունը Հիսուս Հիսուր արյունը Հիսուս Հիսուր արյունը Մաքրել է ինձ ձյան պես սպիտակ ասենք միասին փառք փառք եւ գոհություն արյան համար Փառք եւ գոհություն արյան համար Փառք եւ գոհություն արյան համար Մեզ սիրող Հիսուս Փառք եւ գոհություն արյան համար Փառք եւ գոհություն արյան համար Փառք եւ գոհություն արյան համար Մեզ սիրող Հիսուս Տերողնից ես նստեք Փառք Հիսուսին Ես Հիսուսի արյունը մենք միշտ պետք է գովերքենք փառավորենք դրա արյան զորությամբ որ մենք այդտեղ կանգնած ենք եւ առանց նրա արյան մենք որևիցե մի քայլ չենք կարող ես թշնամին ամեն վարքյան ամեն ժամ գազազած կատաղած մեր նկատմամբ չարացած գիտես երբ որ ես այդտեղ կանգնում եմ ես զգում ոնց որ դժողքը սարսափում եւ իրար անցնում գիտես խավարը տագնապում գիտես ինչի համար որովհետեւ ամեն վարքյան ամեն ժամ երբ որ մենք Հիսուսի հաղթանակն ենք հռչակում դժողքը նահանջումը խավարի ծրագրերը վիրժում են սատանայի եւ խավարի կողմից կապված գերիները արձակվում են սուրբ հոգուն այն գործությունը իջնում է մարդկանց սրտերի մեջ արտությունը գալի իսկ դա դերերին երբեք ուրախություն չի պատճառում իսկ մենք մեր կյանքում որևիցե մի բան դժողքի համար ուրախություն պիտի չպատճառենք որտեղ մենք կանգնած ենք Հիսուսի անունով վիրժեցնելու կանգնեցնելու խափանելու խավարի սատանայի գործերը եւ նրա բոլոր գործիքների գործունեությունը Հիսուսի անունով ամեն բացր ծափարի Տիրոջը հալելույա Գիտես պետք է Աստծո զավակները միշտ գլուխը բարձր վստահ լինեն Տիրոջ մեջ գիտես սատանայի ծառաները ուզում են որ Աստծո ծառաները իրաց գլուխը կախեն իրաց խոսքը մի քիչ խիղճուկ բայց մեր խոսքի իշխանությամբ ամեն սատանայի խավարի գործերը Հայաստանում տապալելու եւ նրա գործիքները պետք է չշնչեն ոչ մի բակում շենքում թաղում ոչ մի փողոցում Հիսուսի անունը մեծ է հալելույա Հիսուսի անունը դավանում է ամեն վախերի խավարի դեմ չկա ամեն հալելույա Հիսուս հալելույա Փառք Տիրոջը մեծ ծափնակ Տիրոջը թող Տիրոջը ունը փառավորվի եւ խավարի ծրագրերը խափանվեն Զաքարիա մարգարեության 10-րդ գլուխ առաջի համար խնդրեցեք Տերից անձրևներ
յետքի անձրևի ժամանակին։ Խնդրեցեք, դերից անձրևներ, վերջի անձրևի ժամանակին։ Գիտես, կան առաջի անձրևներ, կան վերջի անձրևներ։ Գիտես, առաջի անձրևներն արդեն եղել են։ Դա հոգու արտության անձրևն էր, որ Գործք առաքելոց երկրորդ գլխի մեջ Տերը թափեց Իսրայելի վրա եւ 120 առաքյալ Աստծո մարդ իրոջ աշակերտներ ընդունեցին եւ սկսեցին լեզուներով աղոթել, լեզուներով Սուրբ Հոգով մկրտվեցին եւ դրանից հետո Սուրբ Հոգու մկրտությունը, որ Տերը խոստացել էր, ասել էր Հովհաննեսը ջրով է մկրտում, ես Սուրբ Հոգով կմկրտեմ եւ ամեն նրանք ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված են, նրանք Տիրոջ զորավոր արտության ամպերն են եւ մենք իզուր չէ որ կոչվում ենք արտության կամուրջ եկեղեցի։ Մենք արտության կամուրջ ենք բոլոր խավարի մեջ նստածների համար դեպի Քրիստոսի լույսն ու փառքը, ամեն։ Մենք եկել ենք մեր Տիրոջը գովերքենք, մենք չենք եկել որ մենք գովերքվենք, մենք փառավորվենք, մենք եկել ենք նրան փառավորենք, որտեղ միայն նա է արժան, ով է հողը մոխիրը, որ փառավորվի, Տերը պիտի փառավորվի։ Եվ ավետարանն ասում է Աստվածաշունչը Զաքարիա մարգարեության մեջ խնդրեցեք, ես չգիտեմ ինչքան ես խնդրում, բայց ես ամեն ժամանակ խնդրում եմ որ Տիրոջ անձրևները յետքի անձրևի ժամանակի պես գան, գիտես որ մարդիկ ցանում են ամեն բան ինչ որ անում ես երկրի վրա, դա երկնքի հետ կապ ունի։ Երկրի վրա ձեռնարկան ես, եթե երկինքը չպատասխանի, եթե երկինքը քեզ հետ չեղավ, քո բոլոր ձեռնարկները երկրի վրա հոդես ացնդելու։ Որտեղ որ գյուղացին ցանում է, արտերում ցանում են եւ ամեն մարդ իր այգուն ինչ-որ բան ցանում է, գիտես, այդ ջուրն է որ դու ջրում ես, դա երկնքից եկած անբարված պաշարված ջրեր են։ Եթե երկինքը իր անձրևը չտա, դու չես կարա քո այգին ոռոգես, դու չես կարա քո ցանած սերմերը ջրես եւ նրանց խնամես, որտեղ նրանք չորանան։ Գիտես, հոգեվոր կյանքում մեզ համար միշտ պետք են այդ անձրևները, որ մենք երբ որ հիմա աղոթում ենք, երբ որ աղաղակում ենք, գովերքում ենք, այդ ներկայությունը որ իջնում է, երկնքից է իջնում։ Տերը իր հոգին թափում է մեզ վրա, բայց մենք աղոթում ենք որ Տերը իր հոգին թափի ամբողջ աշխարհի վրա եւ ես հավատում եմ որ այս արտության անձրևների կարիքը ունենք եւ այս անձրևների ժամանակը պիտի գա, ասма խնդրեք Տերից անձրևի, յետքի անձրևի ժամանակը, որ այդ ժամանակը Տեր Հիսուսը բերի։ Իր ժամերն ու ժամանակները Աստծո ձեռքերի մեջ են եւ այդ ժամանակները Տերն է տոներում եւ ինքը ուզում է որ մենք հասկանանք որ մենք այդ անձրևների ժամանակն ենք։ Իրես մարդիկ ինչ փուչ բաներով ես զբաղված ես եկեղեցին հետ միացնելու են, ինչ բաներ, որ հոգին չկա, մարդիկ անում են եկեղեցում մարմնավոր իրանց սրտի ցանկությունները բացակները, բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է, Սուրբ Հոգին որ գալիս է, մենք անում ենք երկնային արքայության, մեր արքայի, մեր Տերի Տիրոջ կամքը, եւ ասում ենք ինչպես երկնքում, այնպես երկրի վրա թող լինի քո կամքը, ոչ թե մեր կամքը, այլ Տիրոջ կամքը։ Եվ Սուրբ Հոգին վերահսում է երկրի վրա, որ եկեղեցին միշտ Տիրոջ կամքը կատարի։ Ասա ամեն, հալելույա։ Գիտես, թող քեզ նայի խավարը եւ սարսափի քեզանից, քո կեցվածքից, քո քայլվածքից, գիտես, քո իշխանության մեջ լինելուց, երբեք չթշվառանաս, երբեք չխիղճանաս, երբեք պետք է քեզ նայի դժոխք ու զզվի քեզանից, գիտես, սիրում եմ, երբ որ դիվային աշխարհը զզվում է ինձանից, ուրեմն ես ինչ-որ բան եմ անում, որ խավարի մեջ գտնվող կիսատ տրատ, եսի մի ոտը աշխարհում մի ոտը, երբ որ այդ հավատացյալներն են քո նկատմամբ քիչ sense փոթորկում են, փրփրում են, Փառք Հիսուսին, դու կարաս աղոթես նրանց համար, որ նրանք Սուրբ Հոգով լցվեն եւ վերադառնան, բայց ես քեզ մի բան ասեմ, դիվային աշխարհը պետք է մեզանից ուղակի զզվի։ Մենք անտանելի պիտի լինենք դժոխքի համար։ Մենք դժոխքի համար անտանելի պիտի լինենք, հալելույա։ Մեր ամեն ինչը պետք է հակառակ լինի աշխարհի, մարմնի, խավարի, գիտես, մենք չենք ապրում այս աշխարհի այս կյանքի հունով։ Մենք ամեն ինչին հակառակ ենք ապրում։ Եթե քեզանից մարմինը գոհ է, ուրեմն դու հոգևոր մարդ ես։ Որտեղ ամեն բան քո մարմնի մեջ պիտի հնազանդվի Սուրբ Հոգուն, ամեն բան երկրի վրա պիտի հնազանդվի Սուրբ Հոգուն։ Գիտես, պարտված խավարի ուժերը եւ նրանց բոլոր գործիքները փորձում են ինչ որտեղ մեզ տեսնեն վախի մեջ, բայց մենք վախի մեջ չենք, մենք Քրիստոսի հաղթանակի մեջ ենք։ Մեզանից եւ խավարի բոլոր մեզանից եւ Տիրոջ զորությունից խավարի ամեն ուժերը սարսափում են։ Գիտես, առաքյալների վախը ընկավ ամբողջ Իսրայելի մեջ։ Եվ ես մի բան գիտեմ, որ մենք աղոթում ենք, Տերը լույսի մեջ է բերում ամեն ինչ որ խավարի մեջ է։ Ես որ խավարի վրա լույս անգնում, ինքը փախնում է, ինքը պարտվում է։ Ամեն, ես շատ չեմ ուզում մարգարեական, ես մարգարեական թող Սուրբ Հոգու գործի, բայց միշտ խնդրեցեք։ Ձեր երկրի վրա բոլոր գործարքները, բոլոր ձեռնարկները, ինչ որ ունեք, ինչ որ սկսում եք, երկնքի հետ կապ ունի, երկնքի հետ։ Եթե երկինքն անձեր չբերեց, ինչքան ուզում ես ավետարանի, ինչքան ես փառաբանի, ինչքան ուզում ես, ինչ գործողություններ աղ, ես այնքան միաբանություններ, միություններ եմ գտել, մել է տեսե, անկեղծ ասեմ, ինձ դրանք ոչ մի կերպով չեն գոհացրել։ Ես իշխանից գոհացնում եմ, որ մարդիկ Հիսուսի անունով են խոսում։ Որ մարդիկ հավաքում են 6 ժամ, մի բան չեն ասում, որ Տերն ասեց։ Ես այդ բոլոր միությունները, այդ միաբանությունները, այդ բոլոր չգիտեմ, մարդկանց կողմից ձեռնարկները չեմ համարում երկնքից։ Որտեղ այն ինչ որ երկնքից է, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ասա ամեն։ Փառք Տիրոջը։ Հայաստանում մենք եկել ենք հրճակենք Տիրոջ թագավորությունը, եւ մենք ասում ենք Հայաստանի բոլոր գյուղերում, քաղաքներում, շրջաններում, ամենուրեք մենք խոսում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի թագավորությունը իշխի, տիրի ու վերահսկվի։ Մենք խնդրում ենք Տիրոջ անձրևները, վերջի անձրևները, գյուղացին որ ցանում է, առաջի անձրև կա, մատը վերջի անձրև կա։ Այդ վերջի անձրևներին ենք հիմա սպասում։ Հալելույա։ Տերը կայծակներ է շինում եւ անձրև ու տարապ կտա նրանց ամեն մեկին խոտ իրակարակում, որովհետեւ թերապիմները ունայնություն են խոսել եւ գուշակները սուտ են տեսել եւ փուչ երազներ են խոսել, դատակ են մխիթարել, սրա համար հոտի պես պիտի չվեն, ճնշվելու են, որովհետեւ հովիվ չկա։ Եվ ես խոսում եմ, որպեսզի
Տիրոջ հոգին շարժվի, որպեսզի մենք առաջնորդվենք Տիրոջ հոգով, ոչ թե անհոտ հովիվի նման, անհովիվ հոտի նման, այլ մեր հովիվը մեր Տերն է, եւ եթե մեր հովիվը մեր Տերն է, Սուրբ Հոգին մեր մեջ է։ Փառք Հիսուսին։ Ես ուղղակի սա միջանկյալ ուզում եի գիտես sense կարդալ, գիտես այս համարները, այս համարը ինձ համար շատ գիտես sense արտնության համար, գլխի թարող համարներ են, որովհետեւ մենք հավատում ենք այդ անձրևներին։ Մենք հավատում ենք այդ անձրևներին։ Մարդը այսինչ ինչ համար ասում հավատացել, բայց ես հավատում եմ այն մեծ արտնության համար, որ ես այդ արտնության մեջ պիտի լինեմ եւ ոչ թե պոչ պիտի լինեմ, այլ պիտի լինեմ Տիրոջ հոգու առաջնորդության մեջ։ Հիմա գիտեք որտեղ պետք է բացեք 4-րդ գլուխի Եբրայեցիների։ Փառք Տիրոջը, գիտես այսօրվա թեման շատ հզոր է։ Ես չգիտեմ դու ինչ ես սպասում Տիրոջ տան մեջ, բայց Տերը գիտի իր տան մեջ ինչ անի։ Քո երազները, երազահանները, բոլոր թերեթիվները, մոլորությունները մի կողմ դիր, Աստծո խոսքով առաջնորդվի։ 4-րդ գլուխ 14 համարդ։ Արդ, որովհետև մեծ քահանայապետ ունենք երկինքներով անցած Աստծո որդին Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը։ Մենք գիտես ունենք մեծ քահանայապետ։ Գիտես որտեղ այդ քահանայապետը։ Երեխան ոնց որ քնել է ուզում։ Նանիկ է ուզում անի։ Գիտես որտեղ է մեր քահանայապետը։ Գիտես որտեղ է։ Ասում է երկինքներով անցած Աստծո որդին Հիսուսը նստած է հոր աջ կողմը։ Ասում է պինդ բռնենք դավանությունը, այն դավանությունը, որով դու Հիսուսին քո կյանքիդ մեջ ես ընդունել։ Ինչ դավանություն, գիտես։ Այս չեմ սատ ձեզ խոսի ժամանակի առումով մենք դավանել ենք Հիսուսին, մենք որ ընդունել ենք Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Մենք դավանություն ունենք, պինդ ենք բռնում, ասա պինդ բռնեք այդ դավանությունը, որ Հիսուս Քրիստոս ձեր Տերն է, ամեն, Հիսուս Քրիստոս իմ Տերն է, ձեր Տերն է։ Եթե ձեր Տերն է, ամեն, ուրեմն դուք պետք է նրա խոսքը պահեք եւ նրա խոսքը ձեզ համար պիտի թանկ լինի, ձեր բոլոր տեսակի ծրագրերից, խորհուրդներից, մարդկանց խոսքերից եւ դու եկեղեցում ուղղակի իմիջայլոց հաճախորդ չպիտի լինես ֆիզիկական ներկայություն ապահով, որովհետեւ դա Տիրոջը չի հետաքրքրում։ Մենք դավանում ենք Հիսուսին Տեր ու Փրկիչ, ինչի համար գիտես, որտեւ Հիսուս եկավ համայն մարդկության համար տվեց իր կյանքը, մեռավ, հետո դրվեց գերեզման, ամեն, հետո հարություն առավ, նստեց հոր աջ կողմը, որպես բոլորիս համար բարեխոս եւ քահանայապետ։ Ես չէ քահանայապետ, քահանայապետը մեկն է, որը որ ամբողջ ժամանակ, քանի դեռ երկրի վրա մարդիկ կան, որոնք չեն ապաշխարել եւ պիտի ապաշխարեն, նրանց համար բարեխոսում է։ Ես ինչի համար բարեխոսում, որպեսզի այդ մարդիկ մեղքի եւ խավարի մեջ չմնան եւ որ դուս են եկել նորից հետ չգնան մշտական այդ մարդկանց համար ապահովությունը փրկության ծածկոցը քանի դեռ մեր քահանայապետը չի եկել եւ մենք երկինք չենք գնացել նրա քահանայապետական ծառայությունը մեզ համար պետք է կարեւոր է եւ ասում է արդ որովհետեւ մեծ քահանայապետ ունենք։ Ես չգիտեմ ինչքանով է կարևոր այդ քահանայապետը քեզ համար, բայց դա շատ կարևոր դեր է։ Եվ նա շատ կարևոր դեր ունի իմ ու քո կյանքում։ Ինքը քահանայապետական շատ մեծ ծառայություն ունի քեզ համար անհատապես։ Դավանությունը մեր շուրթերով է եղել։ Մենք դավանել ենք, որ այո հավատում ենք, որ նա որ խաչի վրա մեռավ, իր արյունը թափեց, իր մեղքերի համար թափեց։ Եվ չկա ուրիշ մեղքերի թողության ճանապարհ։ Ոնց 20 օր ծոմ պահի, որ մեղքերդ ներվի, չկա տենց բան։ Կոֆե մի խմի, չայ մի խմի, էս մի արա, այն մի արա։ Մեղքերի թողությունը Հիսուսի արյամբ է տեղի ունենում։ Երբ որ դու պարզ հեքիաթների մի հավատացեք, սիրելիներ, 10 շրջան, երբ որ կպտվես, ես իմ չգիտեմ որտեղ, գլուխդ կտաս 5 անգամ պատին, 7 անգամ քարին եւ 8 օր հասչես ուտի Տերը կների։ Այդ հեքիաթներին մի ավետարանը ինչ ասում է, դա է ճշմարիտը։ Մեր մեղքերի թողությունը տեղի ունենում մեր զղջման, խորը զղջման ժամանակ։
Եվ ապաշխարության ժամանակ, ինչ ապաշխարություն, դու այն տեսանկյունով ես նայում մեղքին, աշխարհին, սատանայի եւ խավարի կողմից բերածին, ինչպես որ նայում է Աստված, որ մեղքի վարձքը դա մահ է, եւ մահվան իշխանությունը քո վրա իր խայթոցներով, իր ուժով իշխանություն չունի, ինչի համար, որովհետեւ դու զղջացել ես, այսինքն դու զղջացել ես, մարդը ասում է ապաշխարում է, բանը հետո պատմում է, գիտես, Ռուսաստաններում, ես իմ որդեր ինչեր եմ արել, բան սենց գլուխ գովում է։ Երբ որ մարդ իր մեղքերը խոստովանում է, էլ այդ մեղքերի մասին չի հիշում։ Մոռանում է, ինչպես որ Տերն է մոռանում։ Երբ որ դու զղջում ես, երբ քո մեղքերդ խոստովանում ես, Հիսուսի արյունը քեզ սրբում է։ Աստված մեր նման չի, որ մեկին 7 տարիների, 8 ամիս, Աստված ներում է հենց այն պահից, երբ որ դու խոստովանում ես, երբ որ դու ասում ես Տեր, ներիր ինձ իմ բոլոր մեղքերն ու հանցանքները, բայց ոչ թե որպես ոտանավոր, ոչ թե որպես ասմունք, այլ խորը զղջմամբ, սրտի խորքից բարձրացնում ես քո աղոթքը, քո սրտի աղոթքը, դա հատուկ աղոթք չի, ինչ-որ մեղավորի աղոթք, ավտոբուս նստելուց առաջ աղոթք, ավտոբուսից իջնելուց առաջ, հետո աղոթք, ղեկին նստելուց առաջ աղոթք, քնելուց առաջ աղոթք, քնելուց հետո, քնելու ժամանակ, ուտելուց հետո, մենք այս աղոթքներին չենք հավատում։ Աղոթքը դա իմ սրտի խոսքն է ուղղված առ Աստված, Սուրբ Հոգու զորությամբ։ Ես քո խոստովանության աղոթքը չեմ անում, որովհետև ես ունեմ իմ սրտի մեջ խոստովանության աղոթք։ Երբ որ ես ասում եմ Տեր ների ինձ իմ բոլոր մեղքերն ու հանցանքները մաքրիր քո սուրբ արյամբ։ Ժամեր, տարիներ, ժարեր, ֆիքշացնել, բարձրացնել, ընդ ավելի լավ կսրբվես, որ ձեռս դնեմ գլխիդ ավելի։ Ոչ, Քրիստոսի արյունը սրբում է մեզ բոլոր մեղքերից, երբ որ մենք ապաշխարում ու դառնում ենք, հետո երբ որ մենք միանում ենք նրա եկեղեցուն, որովհետև Քրիստոսի արյամբ մաքրվածները պիտի միանան Քրիստոսի մարմնին, որովհետև Քրիստոսի մարմնի մեջը սրբության ընթացքը տեղի ունենում, որովհետև դա ասում է Հովհաննես ավետարանը, ավետարանիչը, Հովհաննեսի առաջի թուղթ, առաջի գլուխ 5 համար, եւ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ եւ խավարի մեջ մանգանք, սուտ ենք ասում եւ ճշմարտություն չենք անում։ Եթե ասում ենք մենք, եթե ասում ենք, թե հաղորդություն ունենք Աստծո հետ, յանի հաղորդություն ունես Աստծո հետ, բայց խավարի մեջ ես մանգալի, դու սուտ ես ասում։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ։ Եթե դու լույսի մեջ ես մանգալի, ոչ թե դևերի, խավարի, սատանայի, ներգործությունների, ազդեցությունների ներքո, եթե դու նրան դավանել ես ու դու լույսի մեջ ես քայլում, նշանակում է, որ ինչ գիտես, հաղորդություն ունենք իրար հետ։ Դու եկեղեցու մեջ ես, դու Քրիստոսի մարմնի մեջ ես, եւ դու հաղորդություն ունես եկեղեցու հետ։ Այդ հաղորդությունը, որ մի կում գինի ենք խմում, մի կտոր հաց ենք ուտում, դա ծիսական արարողություն չի։ Դա դավանանք է, ինչ դավանանք։ Որ ես Քրիստոսի արյունով գնված եմ Քրիստոսի մարմնի մեջ նելու նրա անդամը եւ ես սնվում եմ նրա մարմնից։ Ամեն։ Ես չգիտեմ, դուք հիշում եք ինչ եմ խոսում, թե մտքով մարտի 8 եք անում տունը, խորովածա, տորտա, թողեք մարտի 8-ի տոնական արարողությունը, դա ձեզ չի փրկելու, սիրելիներ, մարտի 8-ը չի փրկելու ձեզ, որովհետև գեղեցկությունն ու երիտասարդությունն, ունայնությունն ու փուչը, խոտի նման, նայեք ձեր կողքի տատիկներին, նրանք ավելի գեղեցիկ են, քան դուք, իրական ձեր պատկերը է դա, բայց երկնքում մենք կլինենք իրական Աստծո որդիների պատկերի մեջ։ Ամեն։ Ուրեմն մարտի 8-ի այդ էйֆորիան դրեք մի կողմ եւ ականջները բացեք լսեք Աստծո խոսքը։
որտեղ զգում եմ ոնց որ օթերով եք։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես դա լույսի մեջ հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդու արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Երբ որ ես հաղորդակցություն եմ ձեզ հետ, Հիսուսի արյունը ինձ սկսում է մաքրել։ Երբ որ ես հեռանում եմ եկեղեցուց, կտրվում եմ մարմնից, ինչպես իմ մարմնի անդամ եմ, որ կտրում եմ մարմնից, ինքը մեռնում է։ Հիմա որ ձեռս կտրեմ, գցեմ ստեղ, դուք որտեղ արյուն կլինի, ձեռս ընդեղ, հասկացա՞։ Բայց իմ ձեռս իմ մարմնից վրա շատ լավ նայվում է։ Ամեն։ Ես ինչի՞ որտեղ կյանքն է նրան տեսք տալիս։ Երբ որ մարդիկ եկեղեցուց հեռանում են, որ նայում ես, խառնված, քաոսի մեջ, պարտքեր, տոկոս, զիբիլ, ինչ-որ բան է, տարված է, խավարի վրան իշխում է, եւ ամեն անեստները եւ դիվային աշխարհի ներգործությունը գալիս են, սիրելի քույր եղբայրներ։ Եկեղեցուն ճշմարտությունը ասելը դա Աստծո հոգու միակ գործն է։ Դու ինչ ես քեզ խաբել դրանով ապրում։ Ես չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ ոչ թե մենք ավետարանը պիտի հարմարացնենք մեզ, այլ մենք պիտի հարմարվենք ավետարանին։ Ուրիշ քրիստոնեություն չկա, սուտ է։ Նրանք, ովքեր որ եկեղեցուց կտրված են, երկինք չեն գնալու։ Փրկվածները եկեղեցու մեջ են, եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Չկա։ Այդ ստախոսները, այդ մոլորյալները, այդ դիվային ուսմունքի վարդապետությունը կրողները, որ տարիներով, դարերով մարդկանց խաբել են, ստել են, դժոխքից սնուցված իրենց վարդապետությունները, յանի պարտադիր չի, որ գաց եկեղեցի։ Հիսուսին Տերը փրկիչ ընդունես կփրկվես։ Սուտա։ Թքել եմ այդպիսի ճշմարտության վրա, որտեղ դա ավետարանից չի։ Իսկ եթե մի ավետարանի խոսք մենք խոսում ենք եւ դա չի համապատասխանում այստեղ գրածներին, նզովյալ է այդ մարդը։ Նզովյալ են այն մարդիկ, որ խաբում են, որ իբրև եթե եկեղեցի չգաս, մեկ է եթե Հիսուսին Տեր ու փրկիչ ես ընդունել կփրկվես, չես փրկվելու, դժոխք ես գնալու։ Փրկությունը կոնֆետ չի։ Փրկությունը Քրիստոսի արյամբ գնված թանկ արժեք է։ Իսկ եթե եկեղեցի ես գալիս, մի ոտատ աշխարհումը, փնթի, կյանք ես ապրում, մեղքի մեջ պղծված, ուզում ես տեղ քնի, չես փրկվելու։ Մազերդ ուզում ես երրագույն ներկի, պռոշներդ ուրցրա, ես իմ չգիտեմ ճակատդ բոտեկ սարա, ֆինտ ու ֆլուշկեք դժոխքի կերպարն ընդունի, չես փրկվելու։ Մեղքը երկինք չի մտնելու։ Մեղավորը երկինք չի մտնելու, մեղքերից թողված ներված մարդն է մտնելու, որտեղ ամեն մարդ որ ստեղ գալիս է, պիտի մի նպատակ ունի, սրբության։ Մենք եկել ենք այստեղ սրբվենք, անցյալի կյանքը պիտի թողես, եւ եթե նորից այդ անցյալի կեղտի մեջ ապրում ես, երևակայություններով, պատկերացումներով, շուտ իլյուզիաների, ֆանտազիաների մեջ, ես մի բան ասեմ, քո նման միլիարդավոր մարդիկ են եկել ու գնացել են, իրանց բաղձանքներն ու երազանքները տենց չեն կարողացել իրականացնել, եւ նրանք դժոխքում են, եւ եթե նրանք դժոխքից գային ստեղ, իրանք մի բան կասեն, թանկ համարի ամեն մի վարքան որ ստեղ գտնվում ես, եւ մի շտապի ստեղից փախնես տուն, եւ հետո հաջորդ կիրակի օրը պատճառ բռնես ու եկեղեցի չգաս։ Ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, եկեղեցին ունի հաղորդակցության ժամեր, դրանք 2 շաբթի օր ժամը 6:30-ը, 4 շաբթի 6:30-ը, կիրակի 2:30-ը, եւ սրա համար մենք աշխատում ենք, մենք Աստծո գործիչներս, ծառաներս աշխատում ենք, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը։ Գիտես ինչի համար, ոչ թե որ դու գաս այստեղ երգեր լսես, ռելաքս լնես, պարկես, ադիբուդի ուտես, իդեպ ասեմ երեխեքին դահլիճում չկերակրեք։ Ես չգիտեմ, ինչ ես դու ստեղ ուզում, գլխացավը տասնի, մարդ ասես, գալիս եմ եկեղեցինից թեթևանում եմ, բան չիս տեք ոմար, թեթևանում ես, նա է շատ չթեթևանաս անգարց, որտև Դանիելի մարգարեությունն ասում է թեթևացար, թեթև գտնվեցար եւ թեթևել կեթաս կարակի մեջ, որովհետև թեթև փետն ավելի լավ է վառվում, ճռճռթալով վառվում է, բայց զգուշ մնա, որ Տիրոջ
խոնավությունը եւ Տիրոջ ջուրը քո կյանքից չպակասին։ Ում խափես, ումը ֆրիկ անես, բայց Աստուն չես խափի։ Չես խափի։ Աստված այս խոսքով է մեզ դատելու, սիրելի քույրեր, բաներ։ Աստված մեր տափակ, ինչ որ հորինված հեքիաթներով չի մեզ փրկելու։ Մեղքերի թողությունը Հիսուսի արյունով է։ Սրբագործման ընթացքը Տիրոջ մարմնի մեջ է։ Դու ազատագրվում ես, դու ամեն օր սրբվում ես, դու մաքրվում ես։ Եվ սա կարևոր է։ Բամբասող, դատող, ագահ, չարախոսող, կախարդ, շնացող, գիջացող, տարբեր այս անեծքների մեջ ապրող մարդիկ երկինք չեն մտնելու։ Դրա համար մեզ համար մի կարևոր բան է պետք, որ մենք հավատանք Հիսուսի արյանը։ Իսկ արյունը մարմնից դուրս չի գործում, սիրելիներս։ Ինչպես քո մարմնիդ մեջ արյան զորությունն ու ուժը քեզ կյանք է տալի քո բոլոր մարմնի անդամներին, այդպես էլ Քրիստոսի եկեղեցում է արյան շրջանառությունը։ Ովքեր որ այդ շրջանառության մեջ են, կյանք կա իրանց հայացքի մեջ, ովքեր որ դրա մեջ չեն, մահա։ Մեռելի աչքերի մեջ նայել եք, նույնն է, առանց Քրիստոս կիսատ պռատ գաղ չհավատացյալի աչքերի մեջ են նայես, մեռել է։ Մեռել է։ Ինչով են տարբերում հավատացյալները։ Փողոցում տեսել եք հավատքի մարդ, որ գալիս է, եկեղեցուց մեկը չես ճանաչում, բայց այս հաստատ հավատացյալ է։ Սենց ուրախ։ Պետք է իրան այ մարդ, թոշակը հելավ, իջավ, ով ընտրվեց, ով գնաց, ով մնաց։ Ինքը ուրախ է, ինքը երջանիկ է, ինքը ես ինչ որ Քրիստոս կա, եւ կյանք կա աչքերի մեջ, կյանք կա։ Ես շատ դժվարություններ, խնդիրներ չունի, բայց Քրիստոս ունի։ Որ նայում ես առանց Քրիստոս մարդկանց աչքերի մեջ բողոք, տրտունջ բողոք, լավ բան չկա։ Ինչ լավ բան չկա։ Ոնց չկա։ Քրիստոսը ամեն բան բարի է, ամեն ինչ լավ է։ Ամեն։ Եվ Քրիստոսի մեջ ապրող մարդկանց հայացքի մեջ կյանք կա, բժշկություն կա, սեր կա, խաղաղություն կա, համբերություն կա, ժուշկալություն կա, քաղցրություն կա, բարություն կա։ Մարտի 8 կա։ Հալելույա, Տիրոջ։ Սիրելիներս։ Ինչ հրաշալի նվեր ենք այսօր ձեզ համար անելու։ Գիտեք, վերջում նվեր ունենք անելու։ Աղոթք ձեզ համար։ Պետք է աղոթենք, որ օրհնենք։ Տիրոջը։ Այսօր ասի ինչ նվիրեմ, ասեց աղոթք դեր, ես էլ աղոթելու եմ վերջում ձեզ համար, այնա չմոռանամ։ Չէ՞ որ մեկ ասում եմ, մոռանում եմ, կարող հետս տանեմ տուն։ Ինձ արեք, որ հետս չտանեմ։ Եղբայրներին չի վերաբերում այս աղոթքը, չկային եք ամեն գոռակ։ Արդ, որովհետև մեծ քահանապետ ունենք երկնքում, երկինքներով անցած Աստծո որդուն Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը։ Պինդ բռնի այն, որ դավանել ես, որ սատանան ձեռքը չառնի, դու Աստծո զավակ ես։ Այս դավանությունը կա։ Աստվածից թողել եմ, մոռացել եմ, Աստվածից չի սիրում, բախիստ է ցեղավերը։ Ինքը Աստծուն թողել է։ Ասում Աստված այս թողել։ Ինքը Տիրոջ տուն լիմոնադի նոր տարվա լիմոնադի նման է գալի։ Ասում Աստվածից թողել է։ Ընկած իր դարդերով, ցավերով, եսիմ ինչով, ինչ բաներով, ասում Աստվածից թողել է։ 30 տարվա մեջ մի անգամ զոհաբերություն արել ես։ Քո աղոթքդ որտեղ է գնացել։ Աղոթք անում ես։ Այդ մարդկանց երբ դերում ես աշխարհիկ մի հատ ընկեր պոչից կպցրած, փեքե գնում են։ Գիրքը երբ ես բացել վերջի անգամ, ես գիրքը փոշոտել է արդեն, քո կարիք ունի։ Աստված թողել է, բախի, ու մեկ էլ տես մարդիկ, անորդ, ընես մեծ, բա մենք խի Աստծուն հավատացինք, Աստված էս բերեց թող։ Ուզում ես ասես ամոթ լինի ինձ։ Փաստորեն ես այդքան հավատացած չեմ Աստծուն, ինչքան դուք։ Անունն է դեպք եք, մեկ մեզ ասում, Վահագ եղբայր հիշում ես, 10 տարի առաջ, ես իմ Պուշկինի փողոցի վրա, ես իմ են 5 հարգանի շենքի 3-րդ հարգում, Կարպիսենց այցելեցինք, արի դե հիշի։ Ինքը մի անգամ էլ եկել է, Վահագ եղբայր, որտեղ։ Հələ որ դու եկեղեցի չէիր գալիս։
Դու սենց ուզում ես հիշես Կարպիսին, ասենք այն վաղ եղել է 20 տարեկան, մի 70 տարեկան պապիա։ Չեմ հիշում։ Հա ինքն էր զանգել։ Ինչ կա, ինչ է հիշե։ Ոտնա մի քիչ բառախլի տանում։ Շու մկաները կտրվել է չի կարող քշել։ Հա ինչ ա եղել, գնանք ասում եկեք մա տաղոթեք։ Մարտա գիտի մենք բան ենք, երկնային խադավիկներ ենք։ Զապչաստ ենք, սենց ձեռնես դրած, ոտի մկանա, պրուժինա, բանա, այդ մենք բացում փոխում ենք, նենց աղոթում ենք, բան կպցնում, յալա գնա մենք կյանքը ապրի։ Սիրելի եղբայրներ։ Շատ էլ որ մենք աղոթում ենք հիվանդների համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք այդտեղ բան ենք, սենց աղոթքով, սենց գրում են, հիմա բան չեմ ասելու, լավ են անում գրում են, աղոթեք տատիս վարկերի համար։ Բան չունեմ ասենք, աղոթենք տատիիդ վարկեր, իսկ կարող է աղոթենք են կոմունիստների վաղտպա ինֆլյացիա եղած փողերն էլ վերադառնան։ Բան չի ասել, մարդիկ կան այնքան մեծ հավատք ունեն, ինձանից ավելի մեծ հավատք ունեն, որ մեր աղոթքը նմանատիպ բաները վերականգնում է, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, սիրելի քույրս ու եղբայրս, եթե նույնիսկ քո պապդ Իսրայելում ապրած ժամանակներում փողա կուտակի, հետո գցել է շվեյցարական բանկ, պատերազմի ժամանակ զոհվել է ու այդ փողերը կան հաստեն քեզ, եթե Հիսուսին Տեր ու Փրկիչ չընդունես, դժոխք ես գնալու։ Սրա մասին ավելի շատ մտածի, քան թե տատուդ վարկերի մասին։ Մարդ չի մտածում, որ Հիսուսը չի եկել վարկերս փակի, ապառիկներս փակի տոկը։ Հիսուս եկել է, որ ես դժոխք չգնամ, որ իմ սրտի չար բնությունը փոխվի, որ իմ հայացքիս մեջ կյանք տեսնեն մարդիկ։ Հավատացյալ կա, որ նայում վրդ քիչ ամնում աչքերը տկարանա։ Ես մի բան եմ ուզում ասեմ, սիրելի քույր եղբայրներ։ Քրիստոսի քահանայապետական ծառայությունը մեր անձնական կյանքի խնդիրների համար չէ։ Դրանք հետևանք են։ Ամենաառաջինը Քրիստոսի քահանայապետությունը քո կյանքի դավանությունն է։ Մի ասա վատ բաներ քո համար։ Դու վիրավորում ես Տիրոջը։ Ես ինչի սենց եղա, սաղ փողուն են եշունեն, մեքենան են եշունեն, սաղ մեքենայի պագրիշկիկը փոխին ծմերային, իմել համարային է, համարները դրանք հավատացյալ կա վախում ես բարև ես անկեղծ եմ ասում։ Հետո վերջում կարող է մի 1000 դրամ ձեր մեկն է։ 1000 դրամ ինչ անելու քեզ։ Հալավ 1000 դրամ տվինք, ինչ անելու լավ։ Լավ 100 տանք, աղքատին ուզում ես միլիարդ տուր։ Գնալու, վերջին քասիպն է մնալու։ Հիսուսը չեկա ոչ մեկին փող, բրինձ, մակարոն, վերմիշել, դա Տիրոջ նպատակը չի։ Ժողովուրդ այսօր ձեզ համար ուրեմն բերել ենք ավտոպ մագնիշի ձետ։ Կարակ խմեք, կարակ լցնեք ձեր մեքենայի մեջ, երկուսն էլ աշխատում է։ Հիսուսը բարեգործությամբ չի զբաղվել։ Հիսուսին չենք տեսնում, որ սեղան գցի ու սովածներին ասի, եկեք ինձի բոլոր սոված եւ ծառավներ, եւ ես ձեզ կկշտացնեմ։ Ընդհակառակը, այնքան խոսեց, մութն ընկավ, մեր կոնֆերանսների նման կեժան մեկ կոֆե, պեչենի չայ, կոֆե, պեչենի չայ։ Ես դες կոնֆերանսներ գնաց եմ, մարդ կա, ոնց որ այդ պեչենի չայ կոֆեի համար եք ասելնի։ Այն մարդը այդ կոնֆերանսի, այդ սպիկերա ինչա, ամեն ինչ ասած, բլուտ այդ չայնիկների մութ կայնած։ Չես հասցնի, չէ։ Ձև չկա, դուք եթե եղել եք, ես չգիտեմ, չեք եղել եք, պետք է չի որ եք։ Լցում խմում, ասում ես սրա ճնշումն է, բանս է վաբշի, վեջի չի, 60 տարեկան։ Բայց ես մի բան ասեմ, սիրելի քույր եղբայրներ։ Շատ լավ է, բայց Հիսուսը սրանց որ չայ տվեց, ոչ կոֆե տվեց։ Այնքան էին սովածացել, որ եթե սրանք գնային մինչև տուն հասնեին, կմեռնեին, հասկանում եք, այդքան սոված էին։ Եվ մի պաշտամունքի մեջ, մենք սովածանում ենք, չէ, մարդ կասում պաշտամունքից էլ ունենց եմ սովածանում, մի գար կուտեմ, մի գել կուտեմ, ես կուտեմ։ Ու բան չենք, լսեք, Հիսուս այս մարդկանց հաց չեր տվե, առավոտին, ասեմ Պողոսն ավելին, Պողոսը գիշերն էլ խոսեց,
Մի հատ ջահել, ասեց արա մեռնելն ավելի լավ է, քան ապրելը։ Պատոնից ընկավ ու մեռավ։ Բայց դե Պողոսը թողեր մարդ մեռնի։ Իչով գրկեց հարություն տալիս, նորից տալ լսես պադագորնիկի, ասես շարակել լսել։ Վերջում, ասեց ով հաց ունի, հաց էլ չէր բերե։ Երեխաներ, երշիկ հաց են բերել ձեզ, ուրեմն այս կոնֆերանսների մեկ երիտասարդական կոնֆերանսների յանի սաղ Հայաստան եթե սոված ծարավ եթե կալբաս հաց ու կոլա ենք տալու, քաղցկեղի համար շատ բարենպաստ պայմաններ։ Ինչ կալբաս, դոկտորսկի, 9600 դավանոց են դենք սա տալու եւ մեջը միս չկա ընդհանրապես։ Կալբաս, կոլա, սպրայտ, էսեն, Հիսուսը երբ որ անապատում 25000 մարդ հավաքեց, ինչ կալբաս, ինչ կոլա, ինչ հաց, ինչ սպրայտ։ Աշակերտների մոտ ընդամենը 200 դահեկան փող կար, էդ էլ պետք է իրան կուտեին։ Հասկացար։ Հիսուս ոչ մի բան չէր բերել կոնֆերանսի հետը։ Ասում ենքան պահեց այդ խեղճ մարդկանց, որ այս մարդկանց փորը կպել էր մեջքին։ Ասեց, որ սրանց արձակեն կմեռնեն, ասեց, բայց մի կտոր հացնանք սրանց։ Որն էր այդ մի կտոր հացը։ Ծուկը։ Տվեց, կերան գնացին, սրանց դուրն եկավ, հաջորդ օրը Հիսուսին փնտրեցին կոնֆերանսից հետո, ասին սենց կոնֆերանսներ շատ կազմակերպի։ Մի հատ տիրոջ օգտան զավակ ունենք, երկին գնաց, եղբայրից մեկը մանկապատանյական ավակների կոնֆերանսեր կազմակերպել Ծաղկաձորում մի շաբաթով։ Ասեց վաղ եղբայր, դուք եք արած ձեր ծառայական թվով մասնացենք, ասի հա լավ մասնացենք, գնացի, այս մի եղբորն է տեսա, հիմա որ երկնքում է, ասեց, այս ինչ լավ բան արել է Սաղբերը, պետք է ասեք մի քիչ շուտ շատ անի, որ գանք Ծաղկաձոր մեր համար հանգստանանք։ Առավոտից գիշեր սունկ են առած, խնձոր են հավաքում։ Այդ այս մի եղբայրը, որ իմացավ, որ սենց բան ասել, կոնֆերանսի նկատմամբ։ Յանին են ինքը ուտելու հետ սերչուներ ընդհանրապես։ Ասեց, այդ ինչ հասել այդ աղբերը, շտոք շուշուտ բաներ կազմակերպի գանք հանգստանանք։ Սեր ասեմ ձեզ, իսկապես շատ կոնֆերանսներ, ոնց որ հանգստյան տան հրավեր ու պայմաններ։ Գնում ես, խոսում են, վերջում ծվրում գնում, ոչ մարդ ապաշխարում, որ մարդ ապրգում։ Իմաստը, չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ, որ Քրիստոս երբ որ այդ օրը խոսած 25000-ի, հետո սրանք ման եկան Հիսուսին, որ իրանց հաց տա, ասեց. դուք ինձ ման եք գալի այս կորստական կերակուրի համար, աշխատեք հավիտենական կյանքի կերակուրի համար։ Եվ ճշմարիտ կերակուրը իմ մարմինն է, իսկ ճշմարիտ խմելիքը իմ արյունն է, ով որ իմ մարմինս չուտի եւ արյունս չխմի, կյանք չի ունենա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, էսա Քրիստոսի մարմինը։ Իսկ որտեղ պետք է Քրիստոսի մարմին ուտես եւ նրա արյունը խմես, եթե ոչ եկեղեցում, քո բոլոր մարմնի անդամները սնվում են քո մարմնից։ Եվ մենք Քրիստոսի մարմնի մեջ ենք նրա արյունը եւ նրա մարմինը ուտելու եւ խմելու։ Ֆրիկների մի հավատացեք։ Կյանք չկա, եթե Աստծո եկեղեցին համեմատվում մարմնի հետ, ուրեմն իմացեք, մարմնից դուրս ցանկացած անդամ կմեռնի։ Իսկ ցանկացած անդամ մարմնին հետ հաղորդակցելով կյանք ունի։ Այսքանը։ Արդ որովհետև մեծ քահանապետ ունենք երկինքներով անցած Աստծո որդուն Հիսուսին պինդ բռնենք դավանությունը, այս դավանությունը ամեն օր վեր ես կենում, այդ քահանապետական ծառայությունը քեզ համար շատ կարևոր է, մի թող ուրիշ բաներ արա, մի ծնկի արի Տիրոջ առաջ, սկսի հեքիաթներ պատմել, արի նրա առաջ, որովհետև նա քահանայապետ է, եւ ինչ անելու քեզ համար, որովհետև ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, լսեք, լսում եք բոլորդ որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարանա մեր տկարությունների հետ կարեկից դինել, նա կարա քո տկարություններին կարեկից դինել, նա ունի այդ զորությունը։ Իրես մինչև Հիսուսը կան քահանապետներ, Իսրայելում կան քահանապետներ, նրանց քահանապետական ծառայությունը տարին մեկ անգամ ինչ անելն էր, լվացվում, սրբվում, արյուն թափում, զոհանում, էստանում, խոստանում իրանց համար։ Եվ մտնում էին սրբության սրբոց, ոտներից պարան էին կապում, սաղ տնեցիք, երեխեքով, բանով, ցեղով գալիս էին, պապան, քահանապետը, մտել է սրբության սրբոց է մտնում, կամ կմեռնի, կամ կապրի։ Որտև սրբության սրբոցում, եթե այդ քահանապետը ուներ մեղք, չխոստովանած, եւ հանկարծ այն արարողակարգը չաներ,
Այնպես ինչպես որ Մովսես հանձնարարել էր, երբ որ ինքը անցնում էր սրբություն, հետո մտնում էր սրբության սրբոց, որ իրավունք ուներ տարին մեկ անգամ մեկ մարդ, մեկ քահանապետ մտնելու, այն էլ պետք է սրբված լիներ, այն էլ գիտես, երկար չէր կարա մնար, ժամանակ կար, մտնում էր, խոստովանում էր իր ժողովրդի մեղքերը, բայց այս քահանապետը այնքան ստրես էր ապրում, այնքան դեպրեսիա, այս քահանապետը վարկյան էր հաշվում, երբ պետք է տեղից դուրս գա, ես ինչի համար, որովհետև երբ որ Աստված զարգեր իրան այդտեղ, պետք է պարանով քաշեին հանեն, ինչը պետք է քաշեին հանեն, Աստված որ զարգեր մոխրանալու էր այդտեղ, կոշիկի թայ է, և շատ մեծ սարսափելի պատասխանատվություն էր քահանապետի վրա դրված, որտեղ քահանապետի գործը դա բարեխոսությունն էր ժողովրդի համար, և ինքը մտնելու էր այդ սրբության սրբոցը, ժողովուրդ, այդ սրբության սրբոցը ինքն էր մտնելու մենակ, այդ սրբության սրբոցում չէր մնալու, այդ սրբության սրբոց մտնելուց առաջ իրա համար էր խոստովանում, իրա մեղքերը, իրա տկարությունները, ինքը այնքան տկար էր, որ մեկը լիներ իրա տկարության համար կարեկից լիներ, երբ որ ինքը մտնում էր այդտեղ, ինքը մտածում էր մի բան, մենակ չմեռնի, սաղ դուրս գա տեղից, որտեղ Աստծո սրբության մեջ ոչ մեկ չի կարող մնա, եթե մեղք ունենա։ Եվ ինքը, երբ որ մտնում էր այդտեղ, ոչ մեկին չէր կարա տաներ այդտեղ իր հետ։ Դες ինչի համար, որտեղ հազիվիկ էր մտնում այդտեղ։ Բայց մեր Տերը, մեր քահանապետը, ասում է երկինքներով անցած Աստծո որդու Հիսուսին։ Երբ որ նա թափեց իր աջուն, երբ որ նա զոհ արեց, ինքը իր սրբության համար չարեց, ինչպես հին ուխտի քահանապետները, ինքը զոհ արեց մեր համար, ինքը զոհ չարեց, որ ինքը մտնի այդ սրբության սրբոցը, ինքը այդ սրբության սրբոց մտնելու խնդիր չի ունեցել երբեք, ինքը տեղից է եկել, հասկանում ես, հին ուխտի քահանապետները խնդիր ունեին սրբության սրբոց մտնելու, իրանք երբ որ մտնում էին այդտեղ, իրանք խոստովանում էին ժողովրդի մեղքերը ու շուտ դուրս էին գալիս տեղից, իրանք սարսափ ու վախ էին ապրում, այն ինչ որ զգացել են քահանապետները սրբության սրբոցում մինչև Հիսուս Քրիստոսը, դա ոչ մեկի չեն կարող փոխանցել, ոչ մեկ չէր կարողանում զգալ, չէր կարողանում ապրել այդ ներկայությունը, ոչ մեկ, այդ ամենը քահանապետն էր փոխանցում, մարդիկ Աստծո ներկայությունը չեն կարողանում շոշափեն, զգային, իրանք չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում այդ սրբության սրբոցում, սեր զգաց, խաղաղություն զգաց, բարություն, քաղցրություն զգաց, վախ, տագնապ, ինչ զգաց, ոչ մեկ չգիտեր, այդ քահանապետը չէր կարող իր զգացմունքները փոխանցել, Հիսուս Քրիստոս սրբության սրբոց մտնելու համար զոհը չարեց, որ ինքը մտնի, հին ուխտի քահանապետներ իրանց համար են անում, հասկանում եք, սա շատ կարևոր բան է, սիրելի քույրեր, լսեք, Հիսուս Քրիստոս ինքը իրան զոհաբերեց, իր աջունը թափեց, մորթվեց, դες ինչի համար, որ մենք մտնենք նրա հետ սրբության սրբոց և այդտեղ մնանք, նրա ներկայությունը վայելենք, նրա սերն ու քաղցրությունը վայելենք, նրա կարեկցությունը զգանք, որ բժշկվենք, որ ազատագրվենք, որ խավարի սատանայի իշխանության տակ այլևս չապրենք, որպեսզի լինելով Աստծո որդիներ, այդ կյանքը մեր մեջ ունենանք և փոխանցենք մյուսներին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Հիսուս Քրիստոսի քահանապետական ծառայությունը մեզ համար ամեն օր պետք է, եւ մենք ամեն օր պիտի դավանենք, որ մենք Քրիստոսի արյամբ մտանք Աստծո ներկայության մեջ, եւ Աստված իր որդու Հիսուսի արյունով բացեց ճանապարհ մեզ համար դեպի Աստծո ներկայության մեջ, դեպի սրբության սրբոց։ Մենք հիմա սրբության սրբոցում ենք։ Ես չեմ կարծում, որ դուք ստեղ շատ սուրբ երկնքից իջած որներ դել ամպոտ է։ Բայց քանի որ Քրիստոսի արյունը մեզ պահում է, Աստված մեզտեղ չի զարկում, որովհետև սրբապղծություն կլներ եւ հայություն կլներ, եթե մենք այստեղ ասեինք Աստված ներկա է, որովհետև Աստծո ներկայության մեջ հին ուխտում որևիցե մեկը չէր կարող
դիմանալ։ Բայց մենք Աստծո ներկայության մեջ ենք։ Մենք վայելում ենք այդ ներկայությունը։ Մենք Քրիստոսի ներկայության մեջ ենք։ Քրիստոսի ներկայությունը ամեն ժամ, ամեն վայրկյան մեր կյանքում է։ Մենք Տիրոջ ներկայության մեջ ենք։ Ասա ամեն։ Գիտես ով արեց։ Մեր քահանայապետը արեց։ Ոչ թե իրա համար զոհարեց, որ մտնի սրբության սրբոց։ Ես չգիտեմ, այսօր մարդիկ ընկած են Պարսկաստանի պատերազմն են մեկնաբանում։ Դա 6-րդ սկավառակի կեսն է։ 7-ի մյուս մասը հետո կգավան։ Սիրելի եղբայրներ, մենք այսօր ապրում ենք վերջի օրերում, Տիրոջ երկրորդի մոտ է։ Բայց մենք այս ճշմարտությունները չգիտենք, մենք երկրի վրա կիսատ պռատ Աստծուց մեր օրդությունը ստացող եւ ստացած մարդիկ կլենք։ Ասում եմ, որովհետեւ ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված, մեր նմանությամբ, բայց առանց մեղքի, ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու։ Հասկացա՞ր։ Ասում ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա, այլ նա կարա մեր տկարություններին կարեկից լինել։ Երբ որ դու ամեն առավոտ արթնանում ես, դու մի մեծ հանձնարարություն ունես գալու քո քահանայապետի գահի մոտ, շնորհած աթոռի մոտ, դու համարձակություն պիտի ունես։ Ոչ թե քո խնդիրներով, քո կյանքի ծանրություններով, բեռներով, ինչով որ սատանան քեզ բարձել է, այլ Հիսուսն ասեց, եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածների վեզ ես կհանգստացնեմ, նա կարեկից պիտի լինի, բայց շատերի կյանքին նայելով այդ կարեկցանքը չկա ձեր մեջ։ Դուք մտածում եք հովիվները դա պիտի անեն, ինչու Աստծո մարդիկ, ոմանք էլ իրանց դնում են Հիսուսից ավելի զորավոր, հեսա կաղոթեմ քուրս կյանքի դարձերը կլուծվի, տենց որ աղոթողներ լինեին, ժողովուրդ, աշխարհով մեկ ոչ մեկ խնդիր չէր ունենա, բայց շատ քչերն են հասկանում, որ այդ կարեկցության կարողությունը միայն Հիսուսն ունի, միայն մեր քահանայապետը ունի, ոչ թե քահանաները, այլ քահանայապետը, որի ներկայության մեջ դու ամեն օր պիտի գնաս, որի ներկայության մեջ դու ամեն օր պիտի ծնկես եւ քո տկարությունները նրան հայտնես, որովհետեւ Աստվածաշունչն ասում է ուրեմն համարձակությունով, վստահությունով, հավատքով, այնպիսի հավատքով, որ դու այլևս այդտեղից չես դուրս գալու քո հիվանդություններով, քո ցավերով, աղքատության, ֆինանսական, նյութական, աշխատանքի խնդիրներով, քեզ պետք չի որևիցե մեկը, որ քեզ համար 300,000 աշխատատեղ բացի ու դու գնաս բանվոր աշխատես։ Դու կարող ես Աբրահամի նման ապրես, օրհնված մարդ։ Աբրահամը քահանայապետական ծառայության արժեքը գիտեր։ Ինքը գիտեր ինչ է նշանակում քահանայապետ։